հասկացանք, որ եթե քաղաքական հնչեղություն ունեցող շատ այլ գործեր լուսաբանվում են ԶԼՄ-ների կողմից, պատերազմին առնչվող գործերը կարծես ստվերվում են։ Դժվար է այս համատեքստում պահել սահմանը, մարդկային սահմանը տուժող կողմի շփման հետ, որովհետև ի վերջո մենք էլ մարդ ենք, նախ եւ առաջ մարդ ենք, հետո լրագրող։ Բարև ձեզ, գրադարանում այսօր զրուցում ենք Ինֆոկոմի իրավական լրագրող Միլենա Խաչիկյանի հետ։ Բարև ձեզ, Միլենա։ Դուք, չգիտեմ, արդեն 1, 2, 3 երևի կամ 4 տարի լուսաբանում եք 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործերը։ Պատմեք, ինչքան ժամանակ է դա տանում եւ ինչ ծավալի մասին է խոսքը, ինչ դատարանների եւ ինչ է նշանակում լուսաբանել այդ գործերը ձեր համար որպես լրագրող։ Շնորհակալ եմ հրավերի համար եւ հարցի համար։ Մենք 44-օրյա պատերազմի ավարտից հետո խմբագրությունում քննարկում ունեցանք ու որոշեցինք, որ պատերազմի հետևանքների լուսաբանումը պիտի շարունակի մեզ համար մնալ որպես առաջնահերթ թեմա ու կարելի է ասել հենց այդ շրջանից սկսեցինք մեր ուշադրության կենտրոնում պահել պատերազմին առնչվող գործերը։ Իհարկե նախաքննության փուլում գաղտնիությամբ պայմանավորված դրանց շատ հասանելիություն չունեինք։ Հետագայում արդեն երբ գործեր սկսեցին ուղարկվել դատարան, հնարավորություն ունեցանք մասնակցելու դատական նիստերին, բայց կարելի է այստեղ մի կարևոր բան նշել, ի սկզբանե քրեական գործերը ուղարկվում էին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարաններ ու էլի լրատվամիջոցները ունենալով սահմանափակ ռեսուրսներ չէին կարողանում մասնակից լինել այդ դատական գործընթացներին, երբ արդեն դատավարության կողմերը, երևի թե առավելապես տուժող կողմը միջնորդություն էր ներկայացնում գործերը Երևան տեղափոխելու վերաբերյալ, քանի որ իրենք գտնվում էին Երևանում կամ Երևանին հարակից տարածքներում եւ դատարանները բավարարում էին այդ միջնորդությունները, գործերը արդեն տեղափոխվում էին Երևան, կախված արդեն հանցագործությունների, ենթադրյալ հանցագործությունների տեսակներից, կամ ընդհանուր իրավասության դատարան, կամ հակակոռուպցիոն դատարան, ու արդեն կարելի ասել 4 տարի, 21-22 թվականից սկսած մենք լուսաբանում ենք 7 քրեական գործ, որոնք գտնվում են Երևանի տարածքում։ Դրանցից մի քանիսը բավականաչափ հնչեղ է, պարբերաբար մեկ-մեկ նույնիսկ եթեր է գնում հեռուստատեսային, ինտերնետային հեռուստաընկերություններն են դատերից տալիս լուսաբանումներ, ասենք քիմիկների գործն է հայտնի, մի գործը, որ ավարտվեց Իշխան Վահանյանի եւ այլն։ Ինչ է նշանակում այդ գործերը լուսաբանել, այսինքն լինել դատարանում, ես որ կարդում եմ, ասենք լսել հարազատների ցուցմունքները, որոնք որ կորցրել են իրենց սիրելիներին, տեսնել այդ իրավիճակը ինչ է լրագրողի համար դա, ինչ փորձություն է։ Ցավոք սրտի վերջին տարիներին մենք այնքան դժվարին ժամանակներում ենք ապրում, այնքան փորձությունների ենք առնչվում, որ կարելի ասել ինչ որ առումով իմունիտետ ենք ձևավորել եւ որքան էլ դժվար է լինում այդ հարցը առանձնապես քննարկման առարկա չի դառնում, մենք մեր պարտքն ենք համարում մասնակցել եւ սոցիալական պատասխանատվություն ենք զգում լուսաբանել նմանատիպ գործերը։ Հոգեբանական առումով իհարկե դժվար է, որովհետեւ դու շարունակաբար լսում ես պատերազմի մանրամասներ, որոնց այլ պայմաններում առնչվելու դեպքում գուցե ուղղակի փակեիր աչքերդ կամ ականջներդ ու չուզենայիր ականատես լինել կամ լսել, բայց այս պարագայում երբ որ այդ դժվարությունը համեմատում ես այն դժվարության հետ, որը որ կրում են գործի մասնակից անձինք, տուժող կողմը, հասկանում ես, որ դա պարզապես համեմատելու չէ եւ եթե քո մասնակցությունը, քո լուսաբանումը get մի նշույլ, մի փոքրիկ կարևորություն կարող է ունենալ նրանց համար, ապա դու պիտի դա անես, որքան էլ որ դա դժվար լինի։
Իսկ այն, որ մեր մասնակցությունը դատական գործերին տուժող կողմի եւ ոչ միայն տուժող կողմի, նաեւ պաշտպանական կողմի համար շատ կարեւոր է, բազմիցս համոզվել ենք դրանում, սկզբնական շրջանում, երբ մենք պարզապես դատական տեղեկատվական համակարգով տեղեկացել ենք ինչ-որ գործի մասին ու գնացել ենք մասնակցելու, կողմերի մոտ մի փոքր անվստահության զգացում է եղել, թե ով է այս աղջիկը, ինչու է հենց մեր գործը որոշել լուսաբանել, բայց մեկ-երկու նիստ հետո անգամ իրենք են եկել եւ անկեղծորեն խոստովանել, որ այսպիսի կասկած ունեին, բայց տեսան, որ մենք իրենց փաստաբանի ելույթը մանրամասն գրել ենք, իրենց դժգոհությունը, ինչպես որ նիստում ներկայացվել է, լուսաբանել ենք ու հասկացել ենք, որ մեր մասնակցությունը այդ տեսակ գործերին կարևոր է թե տուժող կողմի համար, որպեսզի նրանք տեսնեն, որ մենակ չեն իրենց վշտի հետ, որ նմանատիպ թեմաները շարունակում են հուզել ոչ միայն պատերազմի անմիջական հետևանքները կրող ընտանիքներին, այլև քաղաքացիական հասարակությանը, զանգվածային լրատվության միջոցներին, ու եթե մենք կարող ենք մեր լրագրողական մանդատի շրջանակում ինչ-որ մի բան անել, ինչ-որ առումով վերահսկողություն ունենալ եւ խոշորացուցի տակ պահել այդ գործերը, պիտի անենք։ Մյուս կողմից դա նաեւ պաշտպանական կողմի համար է շատ կարեւոր եւ մենք այդպիսի ազդակներ ենք ստացել մեղադրյալներից, մեղադրվող անձանց ընտանիքների անդամներից, որովհետև միշտ կա ռիսկ, որ պատերազմից հետո կգտնվեն միջին օղակի կամ ստորին օղակի սպայական կազմի ներկայացուցիչներ, որոնք քավության նոխազ կդառնան կատարվածի համար ու այդ պարագայում մեկ անկախ ԶԼՄ-ի ներկայությունը անգամ դատական նիստերին կարող է ինչ-որ բան փոխել ու հույսն է շնչել կողմերին, որ այն տեղի ունենում բաց, հանրային, թափանցիկ ու այնքան էլ հեշտ չի լինի այդ պարագայում ինչ-որ բան փոխել իրականությունից շեղել։ Շատ կարևոր բան ասացիք, որ անկախ ԶԼՄ-ի, որովհետև պատերազմը այն ինչ որ կատարվել է, տարբեր կողմերից շահարկվում է եւ այդ մարդիկ խոցելի են եւ այդ խոցելիությունը քաղաքական նպատակներով փորձում են օգտագործել եւ անաչառ աչքի ինտերնետը իրոք շատ կարեւոր է կա։ Այո, եւ դա մենք մեր աշխատանքի ընթացքում էլ ենք զգում, թե նիստերի ընթացքում, թե նիստերի վերաբերյալ դրանցից հետո շատ քաղաքական շահարկումներ ու քաղաքական մեկնաբանություններ են լինում, բայց մենք մեր վրա վերցրել ենք այդ պատասխանատվությունը հենց անաչառ դիտորդի աչքով լուսաբանելու այն տեղի ունենում դատական դահլիճի պատերի ներսում ու հավատացեք, որ այն ինչ հրապարակվում է այդ պատերի ներսում, ուրիշ ոչ մի տեղ չի հրապարակվում եւ այն տեղեկատվության բացը, որ պատերազմից հետո կար ու նույնիսկ մինչեւ այսօր շատ ընտանիքներ շատ հարցերի պատասխաններ չունեն, դատական գործերի քննության ընթացքում ինչ որ չափով գոնե ստանում են ու հենց այդ անաչառ դիտորդի աչքով այդ ամենը ներկայացնելը հենց նաև հանրության համար է, ոչ միայն դատավարության կողմերի, այլև հանրության համար, որովհետև հանրության մոտ էլ պատերազմից հետո կար լեգիտիմ ակնկալիք ստանալու պարզաբանում կատարվածի վերաբերյալ, հասկանալու թե ինչ տեղի ունեցավ, ինչու տեղի ունեցավ, այդ շատ հարցեր մնացին անպատասխան ու նաև նպատակներից մեկը այս գործերը լուսաբանելու հենց դա է, որ մենք տանք հանրության մոտ անպատասխան մնացած հարցերի պատասխանները։ Նման են այդ գործերը, ոնց որ այդ ամբողջ կատարվածի ինչ որ կտորների, որոնք որ sense ավելի ոնց որ զում ենք լինում, մտնում ենք մեջ եւ նայում ենք, տեսնում ենք թե ինչ է կատարվել։ Կոնկրետ մարտի դաշտում ինչ է կատարվել, զինվորը ինչ արել, հրամանատարը ինչ արել, ճիշտ հրամանատարվել, ընդհանուր եւ եթե լայնացնում ենք պատկերը, տեսնում ենք ընդհանուր կազմակերպվածությունը ինչպիսին է եղել, ինչ որ արդեն պատկերի հետ կապված ունեք, պատկերացում եզրահանգումներ։ Այո, նմանություններ կան եւ եզրահանգումներ մենք մեզ համար անում ենք, դրանք հիմնականում վերաբերում են կազմակերպվածության խնդիրներին, միջոցների անբավարարության խնդիրներին, մի քիչ դժվար է հիմա հրապարակային հասցեական խոսել, որովհետեւ գործերի մեծ մասը, որ մենք լուսաբանում ենք, դեռևս քննության փուլում են ու
առնվազն անմեղության կանխավարկածի հետ գործ ունենք, չենք ուզում դրանք խախտել, քանի դեռ չունենք վերջնական դատական ակտ, բայց կարելի է ասել, որ տարբեր գործեր լուսաբանելով մենք հավաքում ենք մեկ ընդհանուր puzzle, երբեմն նույնիսկ տարբեր գործերի շրջանակում հակասական տվյալներ են ստացվում եւ նույն անձի կամ եւ նույն օրվա հետ կապված պաշտոնական լրատվությունը, որ եղել է պատերազմի օրերին, երբեմն չի համընկնում այն տեղեկատվությանը, որ կա գործի շրջանակում, կամ վերջերս մի դեպք եղավ, քիմիկների գործով վկա էր հարցաքննվում, քիմիկների դեպքը տեղի ունեցել 20 թվականի հոկտեմբերի 21-ին եւ վկան այդ գործի շրջանակում ականատես վկա էր, դեպքին մասնակից, սակայն հարցաքննության ընթացքում պարզվեց, որ նույն այդ անձի վերաբերյալ մեկ այլ գործ կա Սյունիքի մարզի դատարանում, որի շրջանակում անձը մեղադրվում է նաև այդ օրը հոկտեմբերի 21-ին զորամասի ինքնակամ լքելու մեջ։ Շատ հակասական իրավիճակ էր, անձը բնականաբար չէր ընդունում իր մեղադրանքը եւ հանգամանալից ցուցմունք էր տալիս քիմիկների դեպքի վերաբերյալ ու անհասկանալի էր ի վերջո, թե ոնց կարող է նույն անձը մի գործի շրջանակում լինել հոկտեմբերի 21-ի դեպքի մասնակից, մեկ այլ գործի շրջանակում մեղադրվել այդ օրը զորամասի ինքնակամ լքելու մեջ։ Այդպիսի հակասական դրվագներ են լինում ու դրանց վերաբերյալ էլ դեռևս պաշտոնական պարզաբանումներ չենք ստանում։ Կարծում եմ նաև լինում են հուզական պահեր, ծնողներ են գալիս եւ իհարկե շատ ճիշտ եք ասում, որովհետեւ այնպես չի, որ հրամանատարները, որոնք որ մեղադրվում են, իրենց դեմոնիզացնել չի կարելի, որովհետեւ իրենք եղել են ինչ որ դեպքերը չեն կարող գնահատականներ տալ, քան դատական միջոցներ չկան, նույնիսկ դրանց հետո է դժվար է տալ, բայց իրենք եղել են ընդհանուր այդ բանակային կամ զինվորական մեքենայի մաս։ Եվ ինչպես եք դուք հաղթահարում այդ զգացմունքները, սիմպաթիաները, հուզմունքը, վստահ եմ, որ շատ հուզում են սպայել են դատարանում։ Հոգեբանական առումով բնականաբար շատ դժվար է, հատկապես որ ասում եմ, մենք չունենք ընտրության իրավունք, կարելի ասել, եթե մենք դատական նիստերի դահլիճում ենք եւ ցուցադրվում է օրինակ տեսանյութ, թե ինչպես է ԱԹՍ-ն հարվածում զինծառայողների Ուրալին, դու լուսաբանում ես եւ դու պիտի դա նայես, նկարագրես, թե ինչ տեղ ունեցավ, դու չունես ընտրության իրավունք մեծ հաշվով։ Կամ ծնողը պատմում ինչպես է վերջին զանգը ստացել։ Կամ ծնողն է պատմում, կամ վկան է գալիս եւ ծնողը իմանալով, որ այդ վկան վերջին մարդն է, ով տեսել է իր որդուն կենթանության օրոք, սկսում է հանգամանալից հարցեր տալ կատարվածի վերաբերյալ ու բնականաբար շատ դժվար է հուզմունքը զսպել, բայց դե հենց դա է մեր մասնագիտության նաև առանձնահատկությունը, որ պիտի կարողանաս այդ պահին քեզ հավաքել, մի կողմ դնել մարդկային հույզերը ու կենտրոնանալ կոնկրետ աշխատանքի վրա, որովհետև լացելու ժամանակ դու հետո կունենաս։ Նաև դժվար է այս համատեքստում պահել սահմանը, մարդկային սահմանը տուժող կողմի շփման հետ, որովհետև ի վերջո մենք էլ մարդ ենք, նախ եւ առաջ մարդ ենք, հետո լրագրող եւ երբ որ տեսնում ենք, թե ինչպես է ծնողը կամ հարազատը զոհվածի կամ անհետ կորածի շատ հոգեցունց իրավիճակում, մարդկայնորեն ուզում ենք մոտենալ, նրան աջակցել, նրան խիթարանքի խոսքեր ասել, բայց հասկանում ենք նաեւ, որ մենք այդ պահին այլ առաքելությամբ ենք գտնվում այդտեղ ու այդ սահմանը պահելն էլ մտերմության որոշակի սահման չանցնելն էլ էլի բխում է գործը անաչառ դիտորդի աչքով լուսաբանելու նպատակից, որովհետև եթե մենք մեկ անգամ, երկու անգամ սկսենք մտերմություն հաստատել արդեն զոհված զինծառայողների, ընտանիքների անդամների հետ, դա արդեն խնդրահարույց կլինի մյուս կողմի, պաշտպանական կողմի տեսանկյունից եւ նույնիսկ մեծ ցանկության դեպքում էլ գուցե չկարողանանք արդեն անաչառ աչքով մոտենալ մեղադրվող սպաներին։ Այո, վստահության հարցեր կլինեն։ Բնականաբար, այս պարագայում, քանի դեռ մենք փորձում ենք այդ սահմանը պահել, մենք զգում ենք, որ վստահություն երկու կողմերից էլ կա ու դա կարծում եմ ամենալավ գնահատականն է, որ լրագրողը կարող է ունենալ։ Դուք ոնց որ 7 գործ եք լուսաբանում, տարբեր
Ես ինձ հետաքրքիր ոնց եք այդ տվյալների հետ աշխատում, այսինքն դուք ունեք, չգիտեմ, ինչ-որ ֆայլեր առանձնացված, չգիտեմ, այսինքն ոնց եք այդ ամբողջ ծավալի հետ աշխատում։ Դե յուրաքանչյուր գործով մեղադրվող անձանց անունով պանակներ ենք ստեղծում, դատական գործերի ամսաթվերով լուսանկարները այդտեղ զետեղում համակարգվում ենք, որպեսզի հետո երբ որ ինչ-որ բան, ինչ-որ օրվանից պետք լինի, շատ հեշտությամբ կարողանանք գտնել, այդպես էլ է լինում, երբ ինչ-որ տվյալ ենք ստանում, որը տվյալ օրվա լուսաբանման մեջ չենք ներառում, հետո գուցե դրան վերադառնանք ինչ-որ այլ ցուցմունքի շրջանակում դա պետք կա, վերադառնանք ու հետագայում դա հրապարակենք։ Իհարկե լինում են նաև բաներ, որ այդպես էլ չենք հրապարակում, թեև գործը քննվում է դռնփակ ու որևէ տեսակի գաղտնիքի քննարկում այդտեղ չի լինում, համենայն դեպս կողմերը չեն մատնանշում։ Դռնբաց կներեք, հա։ Գաղտնիքի քննարկում չի լինում, բայց կան շատ հարցեր, որոնք շատ զգայուն են, ամեն դեպքում պատերազմի, զինված ուժերի առնչվող քննարկումներ են ու ուղղակի երևի հավելյալ զգուշավորություն դրսևորելով մտածում ենք, որ ամեն ինչ չէ, որ պիտի հրապարակել։ Այսինքն ուրիշ խոսքերով ասած, չեք փորձում այդ պատմությունների վրա լրացուցիչ քլիքներ աշխատել։ Լրացուցիչ քլիքներ բնականաբար չենք փորձում, հակառակը հնարավորինս զգուշավորություն ենք դրսևորում եւ եթե անգամ վարույթի ոչ պրոֆեսիոնալ մասնակիցներ, այսինքն ոչ իրավաբանները ինչ որ զրույցներում ինչ որ բաներ են հայտնում, որ գուցե եւ մեր կարծիքով հրապարակման ենթակա չեն, պատտադիր մենք դրանք չենք հրապարակում, բայց դրա հակառակ կողմն էլ կա, մենք ունենք դատական գործեր, որ ամիսներով, գուցե նաեւ տարի կլինի արդեն ինչ լուսաբանել ենք, մեկ էլ հանկարծ գործը քննող դատավորը փոփոխվել է եւ նոր դատավորը որոշել է քննությունը սկսել իրականացնել դռնփակ։ Ու ստացվում է, որ այն ինչ որ հրապարակվել է արդեն տևական ժամանակ, հանկարծ գաղտնիության ռեժիմ է ստանում ու մենք այլևս հնարավորություն չենք ունենում մասնակից լինել այդ իրադարձությունների շղթային ու հետևել ու կիսատ է մնում այն ամեն ինչը, որ մենք այդ գործի շրջանակում վեր էինք հանել։ Բայց այդտեղ լրագրողը արդեն Ոչինչ չի կարող անել, այո, այդտեղ արդեն կողմերի դիրքորոշումն է կարևոր, սովորաբար պաշտպանական կողմը միշտ միջնորդում է դռնբաց քննություն իրականացնել, պատճառաբանում է, որ այն զորամասերը, այն հանգամանքները, որոնց վերաբերյալ քննություն է իրականացվում, ցավոք սրտի այլևս գոյություն չունեն, դրանք Արցախի հանրապետությանն առնչվող տվյալներ են ու դրանց այսօրվա դրությամբ գաղտնիության ռեժիմ տալը առնվազն պաշտպանական կողմի գնահատմամբ խելամիտ չէ, բայց ցավոք սրտի ոչ միշտ են այդ միջնորդությունները բավարարվում ու մենք գործի քննության ինչ-որ փուլից ուղղակի արդեն զրկվում ենք մասնակից լինելու հնարավորությունից։ Ասացիք, որ ոնց որ արդեն ահագին արխիվ եք հավաքել եւ համակարգված հավաքում եք։ Ինֆոկոմի նախագծերից ինձ ամենաօգտակար եւ շատ օգտագործվող նաեւ իմ կողմից Ղարաբաղյան պատերազմի արխիվն է օրինակ։ Ինչ եք կարծում, այս դատական գործերի արխիվով հետագայում կարող է ինչ-որ ավելի մեծ պրոյեկտ ծնվել։ Այո, մենք ունենք գաղափար հետագայում սա այլ ֆորմատի վերածելու, բայց քանի որ գործերը դեռևս քննության փուլում են եւ մենք վերջնական եզրահանգումներ անել չենք կարող, այդ գաղափարը դեռ շատ սահմանային փուլում է ու կարելի ասել պիտի սպասենք, որ առնվազն մեր կողմից լուսաբանվող գործերի քննությունը ավարտվի, որպեսզի կարողանանք մեզ համար որոշակի եզրահանգումներ դուրս բերել եւ արդեն այլ տեսքի բերել են արխիվը, որ հավաքագրել ենք, բայց անգամ մինչեւ դա էլ այն տեղեկատվական բազան, որ մենք հիմա ունենք ու ունենք նաև հրապարակային կարգով, արդեն ինքնին շատ մեծ դաշտ է լրագրողների, հետազոտողների համար, որովհետև էլի եմ ասում, այդ գործերի շրջանակում հրապարակվում են բաներ, որոնք ուրիշ ոչ մի տեղ չեն հրապարակվում եւ այն մանրամասները, որ մենք ստանում ենք եղած իրավիճակի վերաբերյալ շատ բացառիկ տեղեկություններ են կարելի ասել, ընդ որում դրանք թե պաշտոնական տեղեկություններ են, որոնք գործի նյութերում են, թե ականատես վկաների կամ սպայական բարձրաստիճան սպաների ցուցմունքներն են, որոնք դատարանում անգամ շատ արժեքավոր տեղեկություններ են հայտնում։
Եվ այդ վավերագրությունը կարծում եմ շատ կարևոր է հասարակությունում, հետևականությունը որ ասացիք, որովհետև եղավ պատերազմը, անցավ ժամանակ եւ ինչ որ իրադարձություններ, ցավոք սրտի նաեւ ընտանիքներ, որոնք զոհեր են տվել, սիրելիներն են կորցրել, ընդհանուր այդ վերահոսից դուրս են մնում, բայց այդ պատմությունները իրենք կան, իրենք շարունակում են ապրել այդ կորուստները եւ ունեն հարցեր, որոնց պատասխանները չեն գտնում եւ արդարություն են ուզում։ Այո, հենց այդ լրահոսից դուրս մնալու հանգամանքներ, որ մեզ ստիպեց թողնել մի շարք այլ գործեր, որոնք մենք նախկինում լուսաբանում էինք եւ կենտրոնանալ բացառապես պատերազմին առնչվող գործերի վրա, քանի որ մեր ռեսուրսները սահմանափակ են, մենք հնարավորություն չունեինք այդ բոլոր գործերը լուսաբանելու ու հասկացանք, որ եթե քաղաքական հնչեղություն ունեցող շատ այլ գործեր լուսաբանվում են ԶԼՄ-ների կողմից, պատերազմին առնչվող գործերը կարծես ստվերվում են այդ քաղաքական թոհուբոհի ներքո մնում են չլուսաբանված կամ եթե լուսաբանվում են շատ դրվագային, այսինքն ինչ որ լրատվամիջոց գալիս էր առաջին դատական նիստին կամ գալիս էր օրինակ շատ կարևոր սպայի վկայի հարցաքննության ու հետո թողնում էր այդ ամեն ինչը, սակայն մեր համոզմունքը այն է, որ ստեղծված իրավիճակի ամբողջական պատկերը կարելի է ստանալ հետևողական լուսաբանման շնորհիվ, բոլոր նիստերի պատշաճ լուսաբանման շնորհիվ, որովհետև միայն այդ պարագայում կարելի է ամբողջ համատեքստը ճիշտ հասկանալ եւ ճիշտ ներկայացնել։ Իհարկե հասկանում ենք, որ նաև նույն խնդիրը, նույն ռեսուրսների սահմանափակման խնդիրն է ԶԼՄ-ների մոտ, իրենք էլ չեն կարող բոլոր նիստերին մասնակցել, հատկապես երբ կարող են ունենալ խմբագրական այլ քաղաքականություն, այլ առաջնահերթություններ, շատ հասկանալի է, այս առումով նաև երևի այն հարցերից է, որտեղ մրցակցության խնդիր չկա եւ եթե մենք ունենք լրատվամիջոցներ, որոնք մարզերում թղթակիցներ ունեն, հատկապես Սյունիքի մարզում շատ ցանկալի կլինի եւ լավ կլինի, որ նրանք Սյունիքի մարզի դատական գործերին հետևողական լինեն, որովհետեւ դրանք էլ փաստորեն մնում են չլուսաբանված ու մենք այդպես էլ չենք իմանում, թե քանի գործ կա այնտեղ, ինչ փուլում են դրանք եւ ի վերջո ինչ տեղի ունեցավ այդ գործի մասնակիցների հետ։ Անձինք այո մեղադրվեցին, պաշտոնական հաղորդագրություններ եղան, այսինքն սպայի մեղադրանքի վերաբերյալ, տուժողների քանակի վերաբերյալ, ապրումների վերաբերյալ, բայց ինչ եղան այդ գործերը պատերազմից արդեն 5 տարի անց, ի վերջո անձը մեղավոր ճանաչվեց այն հանցանքի համար, որը իրեն մեղսագրվում էր, թե ինքը արդարացվեց եւ այդ տուժողները այդ արդարության զգացումը այդպես էլ չունեցան։ Սրանք շատ կարևոր հարցեր են, որոնք միայն մեկ լրատվամիջոցը, մեկ-երկու լրատվամիջոց չեն կարող ծածկել եւ իսկապես պիտի լինի ոլորտի ընդհանուր կենտրոնացում թեմայի վրա, որպեսզի կարողանանք ավելի ամբողջական պատկեր ունենալ։ Շնորհակալություն զրույցի համար։ Ձեզ նույնպես շնորհակալություն։